Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծո խորանը, որ մարդկանց մեջ է։ Նա պիտի բնակվի նրանց հետ, եւ նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, եւ նա էլ նրանց Աստվածը»։ Սա երանելիների հավիտենական ուրախությունն է Աստծո հետ։ Ասում է Աստծո քաղաքի խորան, որ կամ խորանաձև է, կամ էլ գտնվում է զորությունների Տիրոջ քաղաքում, եւ հատկապես Աստծո խորան, ինչպես երկրավոր քաղաքում, Աստծո հատուկ տուն, քանզի Աստված երևում է երկնքի լուսազարդ պալատում քերոբեական կարգին բազմած, թե Եսայու, թե Եզեկիելի տեսիլքում, եւ թե ըստ Մովսեսի խորանի, որտեղ բազմած էր տապանակի քերոբեների վրա։ Քրիստոս բազմած է նրա աջ կողմում, ինչպես նաև Սուրբ Հոգին, տեսնելով ամենասուրբ երրորդությունը զմայլվում են, որ թեև էությամբ ամենուր է, սակայն շնորհում է իրեն տեսնել, հատկապես երկնային քաղաքի լուսեղեն պալատում։ Եվ տեսնելով պիտի ասեն. նա մեր Տեր Աստվածն է, իսկ մենք նրա ժողովուրդն ու արոտի խաչները։ Դարձյալ Աստծո խորանը ինքը Քրիստոսն է, որ այժմ ոմանց երևում է ինչպես փայլակ եւ անհետանում, բայց նա, ում տեսնելը բոլորի փափագն է, աշխարհի վախճանի մի անգամ երևալով այլևս չի անհետանալու, այլ բնակվելու է հավիտյան փրկված մարդկանց հետ եւ լինելու է նրանց Աստվածը, իսկ նրանք նրա ժողովուրդը։ Ուստի երբ գրում է խորան, հետո ասում է, թե Աստված է, պիտի լինեն նրա ժողովուրդը, այսինքն հոր սիրելի որդիներ, Փեսայի գեղեցիկ հարսներ, սիրով կապված բարեկամներ, հարազատ եղբայրներ ու հավատարիմ ծառաներ, իսկ նա էլ կլինի նրանց համար Աստված, սիրված թագավոր, գեղեցիկ Փեսա, աչքի լույս, քնարի ախորժալույր ձայն, անուշահամ մեղրքիմքին, սրտի խաղաղություն, մտքի իմաստություն եւ կամքի խնդություն ու բարություն։ Այնժամ կասեն. դու մեր Տեր Աստվածն ես, նա էլ կասի. դու իմ ժողովուրդն ես։ Զորությունների Տիրոջ քաղաքում մեծամեծ թագավորներ կասեն միմյանց, ինչպես լսեցինք, այնպես էլ տեսանք, իսկ քաղաքին կասեն. ահա փառավորյալը խոսեց քո մասին, քաղաքդ Աստծո։ Աստծուն էլ կասեն. ինձ համար այլևս ինչ կա երկնքում, քանզի թե քաղաքը եւ թե Աստվածդ մեզ հետ եք, կամ քեզանից բացի ինչ փնտրեմ երկրի վրա, իմ սրտի Աստված, հավիտյան ինձ բաժին ընկած Աստված։ Եվ պիտի սրբի նրանց աչքերից ամեն արտասուք, եւ այլևս մահ չկա, ոչ սուք, ոչ աղաղակ, ոչ ցավ, եւ ոչ չարչարանք, քանի որ առաջին անցավ։ Երջանիկ աչքեր, որոնց արտասուքը սրբվում է Արարչի ձեռքով, ինչպես որ մայրն է գգվում արտասվող զավակին, սփոփում ու մխիթարում, այնպես էլ Աստված կգգվի նրանց, ովքեր չարչարվում են անօրենների կողմից եւ լաց լինում, եւ կամ էլ ովքեր մեղքերի պատճառով սգում եւ ապաշխարում են։ Աստված բարերար մոր նման իր իսկ ձեռքով սրբում է նրանց արտասուքը, մխիթարում երկնառատ բարությամբ։ Դրա համար է Տերն ասում է. երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Կատարյալ մխիթարություն այն է, որ այլևս չեն տեսնելու սուք ու աղաղակ, այլ միայն հավերժական ուրախություն։ Այս է հաստատում Եսայի մարգարեն. նոր պիտի դարձնեմ ամեն բան։ Այլևս չի լինելու ոչ բանական եւ ոչ բնական մահ, չի լսվելու տնանքների աղաղակը, որոնց նեղում են հարուստները կամ մշակներինը, երբ կտրում են նրանց վարձը, կամ էլ հավատացյալներինը, որոնց չարչարում են անհավատները։ Եվ գահի վրա նստողն ինձ ասաց. ահա ամեն բան նոր եմ դարձնում, ապա ասաց ինձ. այս խոսքերը ճշմարիտ ու վստահելի են։ Գահի վրա նստողը Քրիստոսն է, ամենայն ինչ դարձրեց նոր։ Առաջին գալստյամբ մարդկային կյանքը նորոգեց շնորհով, իսկ երկրորդ գալստյամբ իր փառքով կնորոգի հնացած պատկերը, որ Ադամը ուներ դրախտում։ Երանելիների տրտմությունը կվերափոխի ուրախության, իսկ սուքը ցնծության։ Դարձյալ ասաց ինձ. եղավ։ Մեկ այլ թարգմանությամբ եղավ, այսինքն այն ամենը, ինչ վճռել էի ընտրյալների եւ խոտաների համար, եղավ ու կատարվեց։ Քանզի Աստված ընտրում, սահմանում եւ վճռում է, ինչ որ կամենում է։ Ընտրությամբ հաստատվում է Աստծո նպատակը, որովհետև ինքն է ալֆան եւ օմեգան։ Ես ծարավացներին ծրի պիտի տամ կյանքի ջրի աղբյուրից, ուրեմն երանի նրանց, ովքեր քաղցն ու ծարավը ունեն արդարությամբ, որովհետև նրանք պիտի հագենան։
Իմ հոգին ծարավ է քեզ Աստված իմ Հիսուս, երբ պիտի գամ ու երևամ Աստծո առաջ։ Արժանացրու ինձ քո մխիթարիչ տեսությանը։ Նախքին շնորհն Աստված վերստին ձրի մեզ է տալիս։ Թեպետ առաքինի մարդիկ արժանի գործեր են կատարում, բայց նրանց ջանքերն ու չարչարանքները համարժեք չեն հանդերձյալ փառքին, որ պիտի հայտնվի մեզ։ Քանզի փոքր ինչ չարչարանքով մեծամեծ բարիքներ են գտնելու։ Ինչպես կարելի է համեմատել դրանք, երբ վայրկենական նեղության փոխարեն տալիս է հավիտենական հանգիստ։ Մի բաժակ սառը ջրի փոխարեն շնորհում է կենաց աղբյուրը։ Ով հաղթի կժառանգի այս ամենը, եւ ես նրանց համար Աստված պիտի լինեմ, եւ նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ։ Ով հաղթի աշխարհին, այսինքն մարմնին ու սատանային, ով լինի հավատով, ըստ հայն խոսքի թե եւ ով է, որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա ու հավատ ունի։ Ով աներկբա հավատում է այս գրվածքին կհաղթի ու կժառանգի այս ամենը։ Այնժամ Աստված իրապես կլինի նրա Աստվածը, իսկ ինքը հոր հարազատ որդին, եւ միշտ կվայելի նրա սերը։ Քանզի մեղավորը որքան է, որ լսում է սատանային եւ կատարում նրա կամքը, միևնույն է ոչ թե ապարդյուն, այլ արդարությամբ է Աստծուն կոչում Աստված եւ Հայր։ Ով հաղթի ձրիաբար կստանա, որովհետև հաղթում է Աստծով, ըստ այն խոսքի, թե իմ զորությունն ու օգնությունն է Տերը, նա է իմ փրկությունը։